Պարոն Մելքոնյան, Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոսնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն, ինչ վտանգներ կարող են լինել, ինչ զարգացումներ կարող են լինել։ Դուք ինչ տեղեկություններ ունեք։ Ինձ թվում է ոչ մի զարգացումներ չեն լինի, այդ կրակոցներն էլ միշտ եղել են, միշտ էլ կլինեն, այնպես չի, որ ադրբեջանցին կարող է չկրակի մեր սահմանի վրա։ Միշտ կրակել է ու կրակելու է։ Բայց հիմա մասնավորապես թիրախավորվում է բնակավայրերը միտումնավոր կերպով, հնարավոր է զարգացումներ լինեն։ Չեմ կարծում, որ զարգացումներ կլինեն։ Ինչու՞։ Դե իմի այդ կրակոցները այն չի, որ պետք է պատերազմ սկսվի կամ ինչ-որ էսկալացիա սկսվի։ Փորձում են իրանք, միշտ էլ այդ մարդիկ են իրենք։ ԱՄՆ պետքարտուղարը եւս նշել էր օրերս, որ բավականին լարված է սահմանը եւ հնարավոր է, որ Ադրբեջանի կողմից էսկալացիա լինի եւ իրենք այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկում։ Դուք տեղեկություն ունեք ինչ քայլեր է ձեռնարկվում կամ որտեղից այդ վերլուծությունը, որ իրենք խնդիր են տեսնում։ Դե իմի այդ նույն ինֆորմացիան ես կարդում եմ նաեւ լրատվամիջոցներում, նաեւ լսում եմ, որ իրանք պետքարտուղարը Ամերիկայի Միացյալ Նահանգների նմանատիպ հայտարարություն է արել։ Նրանք ավելի շատ տեղեկացված են, իրանց հետախուզությունը աշխատում է ամենուրեք, աշխարհի բոլոր կետերում, եւ իրենք եթե մի բան ասում են, ինչ որ մի ինֆորմացիա ունեն, որ խոսում են։ Դրա համար իրանք նաեւ կանխարգելման աշխատանքներ են տանում, որպեսզի նմանատիպ բաներ չկատարվի մեր տարածքում։ Այսինքն իրենք ինֆորմացիա ունեն, մենք չունենք։ Մեր հետախուզությունը այդքան զարգացած չի Ամերիկայի նման, որ մենք կարողանանք իմանանք այդ ամեն ինչը։ Իրենք նաև մենք իրենց այդ ինֆորմացիան նաև մենք ենք տարածում մեր մեջ, որ նմանատիպ ինֆորմացիա կա։ Ըստ էության այս լարվածության մասին եւ հնարավոր վտանգների մասին շատ է խոսում, նաեւ Ռուսաստանի պաշտպանության նախարարն է հայտարարել, որ Սյունիքի շուրջ լարվածությունը պահպանվում է։ Այսինքն լուրջ անհանգստություններ ունեն, որ հնարավոր է Ադրբեջանը ռազմական գործողությունների գնա։ Դա ռուսական հետախուզությունն էլ նույնն ասենք Ամերիկայից հետ չի մնում եւ նրանք էլ ունեն նմանատիպ ասենք ինֆորմացիա, հələ իրանց ինֆորմացիան կարելի ասել կրկնապատիկ է, որովհետև իրանք ադրբեջանցիների հետ մենք գիտենք, որ ռազմավարական գործընկերներ են եւ իրանք ավելի լավ գիտեն, թե ինչա կատարվելու, նաեւ շատ տեղերում էլ իրենք ադրբեջանցիների հետ համատեղ ծրագրեր ունեն, նաեւ Երևակայի էսի մտնում է այդ համատեղ ծրագրերի մեջ։ Դուք կարծում եք, որ զարգացումներ չեն լինի կամ ինչով եք բացատրում, որ շարունակական այս լարվածությունը անընդհատ Ադրբեջանը փորձում է պահպանել, անընդհատ կրակոցներ են հնչում, երբեմն թիրախային միտումնավոր, երբեմն ոչ, ինչ խնդիր են ուզում լուծել։ Դե հիմնականում վարչապետի վերջի ելույթը որ եղավ, վարչապետը ասաց, որ պատերազմի վտանգը ամենա կարելի ասել չկա։ Էսկալացիայի վտանգ չկա։ Դա նշանակում է, որ մեր երկրում ամենաշատ ինֆորմացվածը դա մեր երկրի ղեկավարն է, վարչապետն է։ Եթե ինքը ասում է նմանատիպ բաներ, մենք պարտավոր ենք հավատանք եւ լսենք, հիմնվենք հիմնականում, ասենք, վարչապետի ասածների վրա։ Պարոն Մելքոնյան, երեկ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատում ելույթով հանդես եկավ եւ նա մասնավորապես ասում էր, որ մենք հայրենիք փնտրելու կարիք այլևս չունենք, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն այլևս չկա, մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի հիմա ինքնիշխան ենք եւ ավելի անկախ ենք։ Ինչով ենք մենք հիմա ավելի ինքնիշխան անկախ, քան երբևէ։ Չափազանցացված չէ այս հայտարարությունները։ Չի ասի, որովհետեւ հիմա մենք մեր երկրի խնդիրները մենք ենք լուծում։ Մեզ ոչ ոք չի թելադրում, թե մենք ոնց տանենք մեր երկրի ղեկը, որովհետև առաջներում միշտ մեզ ուղղորդել են, թե մենք որ պետությունների հետ իրավունք ունենք բարեկամություն անենք, ում հետ կարող ենք դաշնակից լինել, ուղղորդված է եղել, բայց հիմա արդեն մենք մեզ համարում ենք անկախ պետություն եւ մենք ենք որոշում, թե որ պետության հետ բարեկամություն անենք, որ պետության հետ դաշինք կազմենք, որ պետությունից մենք կարանք զենք առնենք,
որ պետությունից կարանք սպառազինություն գնենք, մենք արդեն անկախ ենք։ Եվ Հայաստանի Հանրապետությունը արդեն գոյություն ունի։ Թե քարտեզների վրա, թե աշխարհում մեկ արդեն ճանաչում ունեն, որ Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն։ Անկախ ենք, բայց հիմա դաշնակիցներ չունենք այդ քաղաքականության պատճառով։ Ո՞վ ասեց, որ դաշնակիցն է։ Դաշնակիցը։ Ռուսաստանը մեր դաշնակիցը չէ։ Դե դաշնակցության հարաբերությունները վատացել են, այնքան է քննադատել, մեղադրել, որ առաջվա հարաբերությունները չեն։ Այսինքն իրենք առիթ են տվել դրան, որ քննադատում ենք, առիթ են տվել։ Ես չեմ ուզում նորից կրկնեմ 20 թվականը Արցախի 23 թվականի Արցախի հայաթափումը, չեմ ուզում ասեմ Հայաստանի վրա հարձակվեցին իրենք միջև մի Ռուսաստանը մեր սահմանները չի ճանաչում, մեզ որպես անկախ պետություն չի ճանաչում, բայց մենք դաշնակիցներն ենք, չէ՞, վերջապես։ Մենք դաշնակցային հարաբերություններ ենք ստեղծում Ֆրանսիայի։ Մենք ուզում էինք խումբ ուղարկեինք Ջերմուկում, Ջերմուկի այդ դեպքերից հետո հրաժարվեցիք, հապկ զորախումբ պետք է գար, նույնիսկ ասում է Զենքերի այդ կազմը, զորախմբի կազմն էր որոշված, Սերգեյ Լավրովն էր Հայաստանում ասում։ Ասում են, բայց դուք հրաժարվեցիք, Նիկոլ Փաշինյանն ասաց պետք չի, հիմա ինչ եք ուզում մեզանից։ Դե պարոն Լավրովը մոռանում է, էլի, շատ բաներ արդեն մեծ մարդ է, ինքը արդեն բաներ ունի, մոռանալու հատկանիշները իր մոտ արդեն ի հայտ է գալիս։ Չէ՞ որ ինքը իրենք մեր սահմանները չեն ճանաչել։ Հիմի այդ հապկից խումբը գալիս էր որտեղ էր կանգնելու, Արտաշատում, թե Գորիսում էր կանգնելու, թե Երևանում էր կանգնելու, ուր էր կանգնելու։ Եթե ինքը մեր սահմանը չի ճանաչում, որ Ջերմուկը Հայաստանի Հանրապետության տարածք է։ Ինքը գալիս էր, եթե Ջերմուկը ինքը համարում է, որ չգիտի էդի ում տարածնա, վաղը կգա կասի Արտաշատը չգիտեմ ում տարածնա, Վայքը ում տարածնա, Կապանը ում տարածնա։ Բայց պարոն Մելքոնյան, կա մի երկիր, որը ճանաչում է եւ պահանջում է, որպեսզի Ադրբեջանը հեռանա, կամ գոնե միջոցներ է ձեռնարկում, որպեսզի Ադրբեջանը հեռանա, սանկցիաներ կիրառի, պատժամիջոցներ կիրառի։ Արդյոք կա այդ երկիրը։ Մենք տեսնում ենք, օրինակ օրերս Մարկ Ռուբիոն ասում է, որ մենք Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները ավելի ենք խորացնելու։ Հիմա Հայաստանը այսինքն այսպես նեղացած մնալով ինչ է շահելու։ Չէ, մենք նեղացած չենք, ընդհակառակ մենք բարեկամություն ենք անում, օրինակ Ամերիկայի հետ մենք համաձայնագիր ունենք, Ֆրանսիայի հետ Կյանքի չի կոչվում։ Կյանքի կոչվում է կամաց, այն որ Ամերիկան այնտեղից Ալիևին ասում է խելոք մնա, թե չէ անգաժները թարս կֆռա, դա Ամերիկան է ասում։ Այն որ Ֆրանսիան մեր հետ բարեկամություն է անում, այն որ Եվրո դիտորդները Հայաստանի տարածքում են, դա բան չի ասում ձեզի։ Դա ասում է, որ Ամերիկան, Եվրոպան մեր կողքին կանգնած են։ Իսկ մենք էլ Եվրոպային դիմում էլ չենք տվել, որ ուզում ենք մտնենք ձեր կազմի մեջ, բայց մենք հապկի անդամ ենք։ Հապկը պարտավոր էր մեր սահմաններին կանգներ, բայց հապկը ոչ մի բան չարեց, չէ՞։ Դուք ամենաշատ այդպես քննադատող падգամավորներից մեկն եք Ռուսաստանին, բայց Արարատ Միրզյանը, երբ Սերգեյ Լավրովի հետ ճեպազրույց էր եւ դրանից էլ առաջ հանդիպումներ, բավականին զգուշ էր խոսում, ասաց, որ մենք հապկում պետք է մնանք, ասաց, որ մենք Եվրոմիություն գնալու հետ կապված ծրագրեր չունենք, որովհետեւ բանակցություններ հիմա չի տարվում այդ ուղղությամբ, այսինքն մեր արտաքին քաղաքականության մասը չի դա հիմա։ Ասում է, չենք վերաֆորմատավորելու մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ մնալու է նույնը։ Ինչով է բացատրվում այս հանգամանքը։ Մի րոպե, որ դուք ասում եք շատ եք քննադատում։ Ես չեմ քննադում, ես ասում եմ ճշմարտությունը, որ Ռուսաստանը ճշմարտությունը իմանա, չթաքցնի ճշմարտությունը, անընդհատ ես ասում եմ, որ իրանք իմանան, որ ճշմարտությունը խոսան, որ ասեն, որ իրանք մեր սահմանները չեն ճանաչում, հիմի ճանաչում են, թե չէ։ Հիմի երբ որ ադրբեջանցին Ջերմուկում կանգնած է, հիմի Ջերմուկը թող Ռուսաստանն ասի Ջերմուկը Հայաստանի տարածք է, թե Ադրբեջանի տարածք է։ Ես եմ ուզում, որ իրան Արևմուտքն ասում է ում տարածքն է, ստիպում է, որ Ադրբեջանը հեռանա։ Մի րոպե։ Ամերիկան քննադատեց
Ադրբեջանին, որ մտել է Հայաստանի տարածք, Ֆրանսիան քննադատեց, որ մտել է մեր տարածք, Գերմանիան քննադատեց, որ մտել է մեր տարածք, ամբողջ Եվրոպան քննադատեց, որ Ադրբեջանը մտել է Հայաստանի տարածք, ասվել է ու ասել են, որ պետք է հետ քաշվեք այդ տարածքները ազատեք, ասել են, չէ՞ իրանք, բայց Ռուսաստանը միջև օրս չի ասում ոչ մի բան։ Իմ ասածը այդ է, եթե ուրիշ երկրներ ասում են, դու էլ մեր դաշնակից պետությունն ես, դու գոնե մի անգամ ասա, որ այո, Ադրբեջանը մտել է Հայաստանի տարածք, ագրեսոր պետություն է։ Ասում եմ, մենք զորախումբ էինք ուզում ուղարկեինք, դուք չուզեցիք, բայց պարոն Մելքոյան։ Մի րոպե, զորախումբ երբ ուղարկեցին։ Երբ որ եվրոդիտորդներն արդեն Հայաստանում էին, այդ ժամանակ տեսան, որ եվրոդիտորդներն եկել են, այդ ժամանակ նոր իրանք ասում են, մենք պատրաստ ենք խումբ ուղարկենք։ Սեպտեմբերյան այդ դեպքերից հետո հոկտեմբեր ամսին են իրենք ցանկացել խումբ ուղարկեն, երբ որ այստեղ էին նաև ՀԱՊԿ անդամները, Վլադիմիր Պուտինները այստեղ, որ Նիկոլ Փաշինյանը չստորագրեց այդ պայմանագիրը։ Դա նոյեմբերին էր, չէ՞։ Նոյեմբերին։ Իսկ այդ ժամանակ արդեն պայմանավորվածություն կար, որ Եվրոպան դիտորդներ ուղարկում էստե Վրաստանից։ Այդ ժամանակ Վրաստանից եկան եւ այդ ամեն ինչը ավարտվեց։ Իսկ իրանք այդ պահին չէին ասում, որ Հայաստանի ջերմուկը Հայաստանի տարածքնա թե չէ։ Հիմա Արադ Միրզոյանն ասում է, որ մենք հարաբերությունները չենք վերաֆորմատավորելու, դաշնակցային հարաբերությունները պահպանելու ենք եւ ավելի զգուշ մեղմ հայտարարություններով էր հանդես գալիս։ Ինչով է պայմանավորված։ Փոխվել է քաղաքական դիրքորոշումը արտաքին։ Այդ երբ են ասել մեր իշխանավորները, երբ են ասել, որ մենք գնում ենք Եվրոպա կամ ասենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները եղել է մի պահ, որ ասել են։ Մեր դաշնակիցն է, մենք իրար հետ առևտրի մեջ ենք ու մի քանի 100 միլիոն դոլար էլ փող ենք տվել, որ մեզ սպառազինություն տային, դա էլ չտվեցին։ Հիմա ասում են փոխհատուցվել է այլ ձևերով։ Դες ինչ ձևերով, եթե ես ուզում եմ քեզնից զենք առնեմ, դու ասում ես, չէ, ես փողը վերցնում եմ գազի փոխարեն։ Դա ի՞նչ է։ Ձեռ առնել չի։ Ինչ է նշանակում ուրիշ տեղ եմ փողերը ուրիշ բանի համար են վերցրել։ Ցածրում է, որ այնպիսի իրավիճակ է, երկարատև պատերազմի մեջ են Ուկրաինայի հետ եւ պետք է նաեւ Հայաստանը հասկանա, որ ինչ դժվարություններ ունեն իրենք։ Դե մենք հասկանում ենք իրանց, դրա համար ասում ենք, ախպեր գնացեք ձեր յուղով տապակվեք, ինչ եք ուզում մեզանից։ Ինչ եք ուզում, թողեք մենք անկախ պետություն ենք, մենք մեր համար մեր երկիրը կառավարենք, դուք ձեր երկիրը կառավարեք։ Մենք չենք ուզում, որ դուք մեր երկրի կառավարմանը խառնվեք։ Առևտուր ենք անում, առևտուր անենք, ձեզնից զենք ենք ուզում առնենք, մեզ զենք տվեք, ոչ թե այդ փողը վերցրեք, օգտագործեք ուրիշ տեղ ու ուրիշ մահանաներ բռնեք։ Պարոն Մելքոյան, քիչ առաջ խոսում ենք, որ Ադրբեջանը անընդհատ այդ լարվածությունը պահպանում է։ Հիմա խաղաղության այս համաձայնագրի հետ կապված ինչ հնարավորություններ կան եւ եթե այսքան լարված իրավիճակ է եւ պայմանագիրը միտումնավոր կերպով Ալիևը չի կնքում, պատճառները բռնում, որպեսզի հրաժարվի այդ պայմանագիրը կնքելուց, այս իրավիճակում հնարավոր է այդ խաղաղ ապրելը, ինչպես օրինակ Ալեն Սիմոնյանն ասում է, եթե համաձայնագիրը կնքվի 5 րոպե հետո բնակչությունը իրարից առևտուր է անելու, կարող են գնալ Բաքու ապրել, ինչ է լինելու։ Դուք սա հնարավոր համարում եք։ Ես չեմ կարծում, որ գնան Բաքու ապրելու, բայց որ առևտուր կլինի, արդեն կամաց այս խաղաղությունը, չէ որ մեր հարևան երկիրն է, ու մեր ժողովուրդը 100-ամյակներով իրար հետ առևտուր են արել, իրար օգնել են, իրար հետ ապրել են, հարևան մի գյուղը մի գյուղի հետ վերջ բարեկամական կապեր եղել են այնտեղ, բայց հիմա մենք չենք կարող ասենք, որ բարեկամական կապերը նորից բարեկամություն կարանք անենք այդքան շուտ չի լինի, բայց առևտուր կարա լինի, որ այստեղից այնտեղ են առևտուր անում, այնտեղից այնտեղ։ Նույնիսկ այս պայմաններում էլ հիմի առևտուր են անում իրար հետ։ Հայն ու ադրբեջանցին իրար հետ առևտուր են անում։ Թեկուզ Ռուսաստանում գնատես իրանց հարաբերությունները ինչքան մոտիկա, կարամ ասեմ ջերմ հարաբերությունների մեջ են Ռուսաստանում, ադրբեջանցիները եւ հայերը։
Բայց ինչու այդ վստահությունը որտեղից է, որ եթե այդ թուղթը լինի, պետք է ամեն ինչ փոխվի, մարդկանց հարաբերությունները փոխվի, լարվածություն չլինի, հանգիստ առևտուր անեն, գնան իրենք, սա ինչ վստահություն կա, այդ թուղթը ինչ է տալու։ Ես ասում եմ, այդ թուղթը կարելի ասել հիմնականում այն նշանակություն ունի, որ ասենք բոլոր երկրները տեսնում են, որ բարիշեցին է, ասենց ասած։ Հայաստանն ու Ադրբեջանը, բայց ժողովուրդը այդքան շուտ չի կարա բարեկամանա, այդքան շուտ չի կարա, եթե մենք սպասում ենք, այդքան շուտ չի կարա, որտեղ այդ ժողովրդի մեջ իրանք այնքան ման են ներարկել, թույն են ներարկել իրանք ժողովրդի մեջ, որ այդքան շուտ մենք չենք կարող։ Զոհեր ենք ունեցել, այստեղ ծնողներ օրինակ երեք Եռաբլուրում խոսում են, ասում են, որ իրենք չեն պատկերացնում, որ կարող է Ադրբեջանի հետ գործողություններ արել, այսինքն հարաբերություններ հաստատել։ Ես լրիվ համաձայն եմ, որ մենք չենք կարող այդքան շուտ հարաբերություններ ստեղծենք։ Թուղթը կլինի, դրանից հետո արդեն կամաց սկսվի այդ առևտրային աշխատանքները։ Ձեռա տալիս մենք Ադրբեջանի հետ առևտուր անենք։ Ինչով է Ադրբեջանը ամեն ինչով, օրինակ այնտեղ ապրանքներ կար, հենց թեկուզ սովետական միության ժամանակ նույնիսկ ապրանքներ կար, որ Ադրբեջանից էր գալիս այստեղից էր ապրանք գնում Ադրբեջան։ Լիքը ապրանքներ կար, որ այստեղից այնտեղ էր գնում, այնտեղից այստեղ էր գնում։ Այդ առևտուրն էր։ Բայց այդքան շուտ ես չեմ հավատում, որ այդքան շուտ մենք սկսենք այդ առևտրային։ 5 րոպե հետո չի լինի։ Հա? 5 րոպե հետո չի լինի, ինչպես ամուսին։ Հիմի ասենք, իսկ էս վերջ 30 տարվա մեջ առևտուր անում էին Սադախլուում։ Հայերն էլ էին Սադախլու ապրանք ծախում, ադրբեջանցիները։ Մերոնք այս կողմն էին ծախում, իրանք են կողմ։ Բայց էլի առևտրային բաներ կար։ Հիմա դուք պարոն Մելքոնյան, այսպեսի վտանգ չեք տեսնում, որ եթե պայմանագիրը կնքվի, Ադրբեջանը մեկ այլ պահանջը, որը երկարատև բնույթի շարունակում է, գործընթացներ է անում այդ ուղղությամբ, իբրև թե արևմտյան Ադրբեջան պետք է գան եւ ապրեն իրենց մարդիկ ադրբեջանցիները։ Հիմա դուք վտանգ չեք տեսնում, այս պայմանագիրը կնքվի, հնարավոր է որ իրանք ասեն, թե խաղաղություն է, թող ադրբեջանցիները գան այստեղ ապրեն, ինչ խնդիր կա։ Ես չեմ կարծում, որ ադրբեջանցիները կգան այստեղ ապրեն, եւ ես չեմ կարծում, որ հայերը կեթան Ադրբեջան ապրեն։ Քանի որ այսքան բանից հետո դա անհնար է։ Ալիևը խոսում է 300,000 ադրբեջանցու մասին։ 450 Համայնք է ստեղծել իբրև թե ներկայացուցիչները։ Իբրև թե։ Մենք 450, մենք կարանք ասենք 500,000 այ Ադրբեջանում ապրելա։ Ու իրոք մեր ասածը ավելի իրական է, քան թե իրանց թվերը օդի մեջ այտենց ասելով։ Չենք այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկում, միջազգային կոնֆերանսներ անում, իսկ իրենք անում են։ Հա իրենք անում են։ Էլի կանեն իրանք։ Հիմի մենք էլ, ասենք, բանը կան Կիրովաբադ ապրեն, չէ՞, բայց Կիրովաբադով կեթա կապրի։ Հիմի կարանք մենք մարդ ուղարկենք Կիրովաբադ, ասենք դու գնա այնտեղ ապրի։ Մենք չենք գնա։ Կարանք մարդ ուղարկեն, այսինքն այդ մարդը ապրի։ Դե վտանգը դա է, որ մենք չենք գնա, բայց իրենք կգան։ Չեն կա, իրանք էլ չեն կա։ Ես համոզված եմ ասում, որ իրանք էլ չեն կա։ Այսքան բանից հետո իրանք էլ չեն կա։ Բայց առևտուր գնալ գալը, դա արդեն եթե խաղաղության պայմանագիրն եղավ, արդեն կամաց այդ շփումները կլինեն։ Հիմնականում առևտուրն է բերում այդ շփումների։ Եվ կլինի այդ առևտուրը։ Բայց դուք ասում եք իրենք չեն գա, այդ վստահությունը որտեղ է, այդ դեպքում ինչու է Ալիևը նման հայտարարություններ անում, գնում են Թուրքիա, այնտեղ միջազգային կոնֆերանս են կազմակերպում, ներկայացուցիչներ կան, այս հարցը կարծես օրակարգ է ուզում մտցնել եւ բանակցություններ մտցնել։ Այսինքն կոնկրետ ծրագիր կա այս ուղղությամբ, որ ադրբեջանցիներին բերի Հայաստանում բնակեցնի։ Ուրեմն մի բան մտածեք։ Եթե 5 տարի պատերազմն ավարտվել է, Ֆիզուլիում քանի մարդ է բնակվում։ Կուբատլույում քանի մարդ է բնակվում, կամ այդ 7 շրջան, որ իրանք ասում են 7 շրջան, 7 շրջանում քանի մարդ են բերե բնակեցրել։ Էն էլ իրանց տարածքն է, Ադրբեջանի տարածք է էնի, Հայաստանի տարածք չի։ Հələ մեկ ասեք, հարցերումներ արեք, ասեք այդ 7 շրջանում Ինչու չեն բնակեցնում, դուք ինչ հարցեր եք։ Դա հարցերեք իրենց,
Ինչի՞ չեք բնակեցնում, Հայաստանում էլ ասում եք արևմտյան Հայաստան 300,000 մարդ կբերենք բնակեցնենք։ Հələ ձեր շրջաները բերեք այդ մարդկանց բնակեցրեք, հետո նոր խոսացեք արևմտյան Հայաստան կամ այդպես բաներ խոսացեք։ Հիմա իրանց տարածքները իրանք վերցրել են, չեն կարող մարդկանց բերեն բնակեցնեն։ Հիմա մնաց արևմտյան Հայաստան կբերեն բնակեցնեն։ Մարդը, եթե վախը մտել է մարդու ջանի մեջ, այդ վախը շատ դժվար է դուրս գալիս։ Արդեն սերունդ է փոխվե։ Ոչ ոք չի կա Սիսյանի Սոֆլի գյուղում, ադրբեջանցի, Աբրի։ Իրանք արդեն քաղաք են տեսել, իրանք ունիտազի վրա նստել ելնել գիտեն, էլ չեն կա այն հողամասի մեջ մի հատ զուգարան սարքեն, այդ անպապզեն այնտեղ։ Արդեն իրանք տեսել են այդ Ասում եմ, տեսել են իրանք, արդեն ամեն ինչ, զարգացած տեղեր երկիր են ապրում, նորից եմ կրկնում, իրանց այդ շրջաները որ կան, ասենք վերցնենք բանը, Ջաբրայիլը, ինքը չի գալիս Ջաբրայիլ ապրի, Բաքում Կիրովաբադը չի թողնի այնտեղ ապրի, կարա ժամանակներ մի 10 տարի, 15 տարի, 20 տարի անցնի, այս սերունդը որ փոխվի ահագին, նորից վաղ հնարավոր է որ կան բնակվեն։ Այնտեղ չեն բնակվում, իմի դու ասում եք Ալիևն ասեց 300,000 մարդ, այդ 300,000 մարդուց ինչա մնացել իմի։ Մարդ չի մնացել։ Չես կարա երիտասարդ, իմի ոնց որ մենք մեր երիտասարդությանը չեն կարող ասենք գնա Վարդենիսի շրջան ապրի կամ Սիսյանի շրջան ապրի։ Սրանք արդեն եկել են Երևան են տեսել, Երևանում ապրողին դու կարաս ուղարկես այդ շրջաները։ Մենք նույն տեղում ապրող նույն ժողովուրդ ենք, որ այս տարածաշրջանում է ապրում։ Այն որ մենք տեսել ենք 35 տարի առաջ, հիմի էլ չկան, ոչ այդ մարդիկ կան, այն տարիքով այն ժամանակ 60-70 տարեկան էին, հիմի արդեն չկան այդ մարդիկ։ Դրանց սերունդն էլ են ջահելները, չեն այդ գյուղերում ապրենել։ Իրանք չեն էթա ոչխար պահեն, իրանք էստե առևտուր են անում տարբեր տեղեր։ Խոսքով դուք վտանգ չեք տեսնում այս առումով։ Ոչ, վտանգ չեմ տեսնում։ Պարոն Մելքոնյան, նաև անդրադառնանք ձեր խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագծին, ըստ որի գումարի դիմաց պարտադիր զինծառայությունից կարող են ժամկետը կրճատել 1 ամսով ծառայել եւ կամ ընդհանրապես չծառայել։ Այս նախագծի հետ կապված դուք ինչ դիտարկումներ ունեք, որովհետեւ բավականին շատ քննարկվեց, ասացին, որ մարդկանց հարուստի եւ աղքատի են բաժանում եւ սոցիալական այսպես բաժանում է տեղի ունենալու։ Հիմա ուրեմն քննարկման շրջանը քննարկում ենք Ուրեմն խմբակցության նիստում պետք է քննարկենք թե նախարարի հետ, թե Հայկ Սարգսյանի հետ, նաև մեր հանձնաժողովը պետք է քննարկի այդ ամեն ինչը։ Այսինքն քննարկման փուլումը ես չեմ կարող ասեմ թե ինչը ո՞ն։ Ոնց որ միանշանակ չի ընդունվում կուսակցության խմբակցության կողմից այս նախագիծը։ Չէ, այսօր խմբակցության հենց նիստը նվիրված դրան։ Հիմա հրավիրված է պաշտպանության նախարարը Հիմա քննարկումներ կլինեն, քննարկումներից հետո նոր արդեն կերևա թե ինչ։ Բայց տարաձայնություններ ունեք այս առումով այս նախագծի հետ կապված։ Դե ուրեմն բոլոր նախագծերի հետ էլ կա տարակարծիքներ, ամեն մարդ իր կարծիքն ունի, դրա համար խմբակցության նիստին ինքը իր կարծիքները արտահայտում է։ Բայց դուք խնդիր չեք տեսնում, որ հարուստի եւ աղքատի է բաժանվում, այսինքն երկրի պաշտպանությունը աղքատներին է տրվելու, այսինքն աղքատ չասենք մարդիկ, ովքեր հնարավորություն չունեն այդքան գումար տալ եւ իրենց երեխային ազատել բանակից, իսկ ովքեր հնարավորություն ունեն, նրանք չեն ծառայի։ Դուք այս խնդիրը չեք տեսնում։ Մտահոգ ենք մենք դրա համար, քննարկումներ ենք անցկացնում։ Եթե մտահոգ չլինեինք, ասենք մնացած նախագծերի նման, ասենք տվյալ հանձնաժողովը քննարկեր ու կտար իր դրական կամ բացական, ասենք եզրակացությունը։ Բայց հիմա դրա համար խմբակցության նիստ ենք հրավիրել ենք խմբակցության նիստ, որպեսզի խմբակցության նիստում քննարկենք այդ ամեն ինչը։ Բայց մենք մտահոգ ենք, իհարկե մտահոգ ենք։